Փաշինյան, երբ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու տալու վերաբերյալ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, շատ պաշտոնյաներ այսպես թիրախավորել էին, կարծես մեկ կետից հրանգված, այդ մարդկանց թիրախավորում են եւ ընտրակաշառարար էին ներկայացնում։ Հիմա նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել ձեր թիմակից ընտրական ցուցակում հայտնված Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, նա ընտրություններից 5 պակաս առաջ 11 միլիոն դրամի սոցիալական օգնություն է բաժանել քաղաքացիներին։ Թեպետ նույն ջրանասիրությամբ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություններ չի տարածում, քրեական վարույթ չի նախաձեռնվում, սակայն իրավիճակը կարծես թե նույնն է։ Սա դուք ինչպես եք գնահատում ընտրություններից առաջ նման օգնություն բաժանելը, խոսել եք արդյոք ձեր թիմակից Սափեյանի հետ եւ ընդհանուր առմամբ ինչ դիրքորոշում ունեք տեղի ունեցածի վերաբերյալ։ Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեմ վախենա եւ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ցնցած վեդի մանկապղծության դեպքն է, որը տեղի ունեցել 3 ամիս առաջ, սակայն միայն նախաձեռնվում է քրեական բուն գործընթացի է հասնում լրագրողների աղմուկի բարձրացրած աղմուկից հետո ընդհանուր առմամբ դուք ճիշտ եք ասեք իրավական գործընթացը ես ինչ կապ ունեմ, բայց ուժայինների, քննչական մարմինների աշխատանքի թերացում, անգործունեություն այս դեպքում դիտարկում եք, թե չէ, որովհետև օրինակները բազմազան են։ Մի քանի ամիս առաջ 1.5 տարեկան երեխա մահացավ 1.5 ամիս տևած ծեծից հետո, վենդետաները հանրապետությունում շարունակվում են, կանխամտածված սպանությունները, գոհեք ուժայինների, քննչական մարմինների աշխատանքից եւ մեկ կարճ հարց վարդաշենցիները խնդրել են իրենց խնդրի հետ վերաբերյալ ձեզ փոխանցել, ամիսներով, տարիներով մնացել են վթարային շենքերում, Ավինյանը ասում է խոսում է տվել չի լուծվում, չեն կարողանում ապրել, ես անձամբ այնտեղ եմ եղել անձրևների ժամանակ, փլուզումներ եւ այլն մի սարսափելի վիճակ։ Ասում են երբ է լուծվելու մեր խնդիրը։ Շնորհակալություն։ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի հետ կապված կարծում եմ եթե այդտեղ խնդիր կա, իրավաբանները պետք է արձագանքեն, բայց ես ուրիշ բան էլ ասեմ, մենք պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը, ես գնահատական չունեմ, դա իրավական պահները պետք է գնահատականի տան, բայց հիմա կառավարությունն էլ ամեն ամիս միլիարդների սոցիալական աջակցություններ է բաժանում, հիմա պետք է չբաժանի կառավարությունը սոցիալական աջակցությունները։ Ես էլ եմ ասում, չգիտեմ, այդտեղ պետք է իրավական նախադեպային գնահատականներ ֆիքսել եւ առաջնորդվել այդ տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է վեդիի դեպքին, վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Դուք այդ գործերին, ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ եւ այդ աղբյուրներին, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված եւ իհարկե այդ բանի անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք եւ համակարգից կհեռացնենք, այսինքն այդ գործերը մի մասին հեռացրել ենք իդեպ արդեն։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի՞ է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել եք։ Դուք եք գնացել հետա դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները աշխատանքը չկատարեին իրանց, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։ Եվ մնացած ընթացքը իրավական կապահովի, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, «Էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, էս եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն»։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ
քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել, որովհետեւ ես վախենամ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, ովքեր տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում եւ նրանք անընդհատ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ եւ ես այս փաստերը ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հաճախ հանդես են գալիս, հաճախ չէ, որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։ Ես ուզում եմ հիշեցնել նաև նախկին իշխանության ձեզ հայտնի շրջանակների հետ կապված ինչ դեպքեր են եղել, որոնք հետագա հովանավորության ներքո ինչ պրոցեսներ են տեղի ունեցել։ Եվ հետևաբար մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք եւ որպեսզի այդ դեպքերից մենք կարողանանք խուսափել։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, ընդհանրապես դատաիրավական համակարգի հետ կապված ես մի անգամ չի որ արտահայտվել եմ, դրա համար մենք իրավապահ համակարգը բարեփոխել ենք եւ կբարեփոխենք եւ կշարունակենք բարեփոխել։ Ինչ վերաբերում է Վարդաշենի դեպքին, միակը չի, հանրապետությունում հարյուրավոր վթարային շենքերի խնդիր կա։ Բայց այդ հարյուրավոր վթարային շենքերը նաև մի ուրիշ առանձնահատկություն կա, սեփականատերերը այդ շենքերում ապրող մարդիկ են։ Եվ մենք հիմա նրանց համար եւ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում մենք կետ ենք ներառել, որպեսզի ներդրումային ծրագրերով մենք կարողանանք այդ խնդիրը լուծել եւ այդ թվում ներառյալ Վարդաշենի հետ կապված մենք կոնկրետ պլան ունենք եւ առաջիկայում այդ պլանը նաեւ կառաջարկենք, որովհետեւ այստեղ պետքա նաեւ քաղաքացիները այդ լուծումների հետ համաձայնվեն, որովհետեւ այդ շենքը, ինչպես դուք շատ իրավացի ձևով նշեցիք, ինքը պիտանի չի բնակության համար եւ մենք պետքա հասկանանք, որտեղ լուծումներ կան, որոնք բան չեն, մենք չենք կարող ուղակի ել եմ ասում, ուզում եմ հասկանանք մենք իրավիճակը, կա տուն, որը ունի սեփականատեր, այդ տան առաջի պատասխանատուն ով է, տերն է այդ տան առաջի պատասխանատուն, ես ուզում եմ այս հիմքի վրա մենք կառուցենք հետագա աշխատանքը, կառավարությունը կարա աջակցի, որ իրենք այդ պատասխանատվությունը կրեն, բայց կառավարությունը չի կարող ամբողջական պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ բնակիչներն էլ պետք է ճկունություն ցուցաբերեն, որովհետեւ երբ որ բոլոր տեղերում երբ որ բնակության բնակարանի եւ բնակապահովության խնդիրը առաջանում, ամենայն հարգանքով ես դեմ չեմ, 2 ձեռով ես կողմ եմ, բայց բոլորը ուզում են մաքսիմալ Երևանի կենտրոն վարչական շրջանին մոտիկ բնակտարածք ունենան։ Այդպես չի, ժողովուրդ ջան, չեք կարող մենք դա անել, որովհետև այսօր Երևանի կենտրոնի բնակտարածքների գները նախ ահավոր թանկ են եւ երկրորդն էլ, եթե մենք պետքա ճկուն լինենք, որպեսզի կարողանանք այս հարցերը լուծել։ Կառավարությունը կառաջարկի աջակցության չափ, բայց կառավարությունը ամենայն հարգանքով չի կարող, որտեղ էլի եմ ասում, ես էլա պետք է հաշվի առնել, որ խնդրի մասշտաբը մեծ է։ Տեսեք, դուք Վարդաշենի դեպքի մասին գիտեք, մի ուրիշ լրագրող համոզված եմ Երևանի մի ուրիշ հատված Աջափնյակ վարչական շրջանում մենք ընդհանրապես շատ մեծ խնդրեմ ունենք։ Շենքերի մի ահագին մեծ թիվ վթարային վիճակում է, հանրապետությունում մենք բոլոր մարզերում այդպիսի խնդիրներ ունենք։ Եվ սրա համար մենք պետքա, ես էլ եմ ասում, այն որ բնակիչները ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, շատ ճիշտ են անում, որ ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, եւ կառավարությունը կզբաղվի։ Մեր խնդրանքն ու ակնկալիքն է, որ իրանք էլ մի քիչ ըմբռնում ցուցաբերեն կառավարության կողմից առաջարկվող տարբերակների նկատմամբ։ Մենք կոնկրետ լուծումներ ենք իրանց առաջարկելու։ Բայց այդ լուծումները չեն լինելու են տրամաբանությամբ, որ վթարային շենքերի բնակիչներին մենք ապահովելու ենք, որ Երևանի կենտրոն վարչական շրջանին հնարավորինս մոտ բնակարան ձեռք բերեն։
Մի դեպքերում կարող է մոտ լինի, մի դեպքում կարող է հեռու լինի, մի դեպքում կարող է շատ հեռու լինի։ Մենք այս լուծումները առաջարկելու ենք եւ խնդրում ենք, որ իրանք այդ լուծումներով այդ լուծումների նկատմամբ ճկուն եւ ըմբռնում ցուցաբերեն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։